Երկրի վրա քայլող քաջառյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Գագիկ Սուրիկի Մելքոնյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Հերոսը ծնվել է 1982 թվականի մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ Երկու եղբայր մեկ քույր էին։ Համեստ էր, խելոք, խելացի, շատ լուրջ ու պարկեշտ։ Սովորել է գյուղի դպրոցում, առաջին դասարան գնացել է 1989 թվականին։ Աչքի ընկնող աշակերտ էր, գերազանցիկ, որի համար էլ շատ սիրված էր ուսուցիչների կողմից, նաև շատ համարձակ էր, քաջ ու խիզախ։ Դպրոցն ավարտելով ընդունվել է ավտոդպրոց վարորդական դասընթացների։ Նա միշտ մտածում էր բոլորին գեթ մի բանով օգնելու մասին ու ուզում էր բանակ զորակոչվելուց էլ օգտակար լինել բանակին։ Սիրում էր տարբեր մասնագիտությունների տիրապետել, որ տարբեր տեղերում աներ հնարավորն ու անհնարը։ Ավարտելով ավտոդպրոցը 2000 թվականին զորակոչվել է բանակ, Սիսիան, ազգի ու բանակի նվիրյալ էր, ծառայությանը պատասխանատվությամբ վերաբերվող զինծառայող, իսկ զինված ուժերի հրամանագրով որպես դիպուկահար աշխատանքի է անցել Քելբաջարում։ 16 տարի ծառայել է պատվով և իր ուժերը ներդրել հայոց բանակի համար։ 2010 թվականին իր անձնվեր ծառայության համար հրամանատարության կողմից արժանացել է խրախուսական պատվոգրի և ուղարկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղ վերապատրաստման։ Մոտենում էր 2016 թվականը, որը մեր հերոսի համար ի սկզբանե ճակատագրական ու չարագույժ տարի էր։ Դեռ նորաբաց գարնան շեմին մահացավ մայրը, անբուժելի վերք բացելով նրա սրտում։ Մոր մահից ընդամենը 40 օր անցավ։ Նա տուն եկավ, մայրիկի այդ արարողությանը ներկա գտնվեց և ինչ իմանար նա ինքը կամ նրա հարազատներն ինչ իմանային, որ ինքն էլ շուտով միանալու է իր սիրելի մայրիկին։ Ու անցավ ընդամենը 4 թե 5 օր և գուժական լուրը գուժեց մի պատերազմի մասին, որ հետո կոչվեց ապրիլյան պատերազմ։ Գագիկը, որ կոչումով արդեն ենթասպա էր, որպես դիպուկահար տեղափոխվել էր Թալիշ։ Եղել է համարձակ, անվրեպ ու անվախ։ Կռվել է արիաբար, մարդ մղել անվարան, 15 զինծառայողի նահանջի հրաման տվել և ինքը մենակ պայքարել մինչև վերջին շունչը։ Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ առճակատվելով մենամարտի է բռնվել ցուցաբերելով անօրինական խիզախություն ու արիություն, կասեցրել է հակառակորդի ներթափանցումը հայկական թիկունք, մեծաթիվ կորուստներ հասցնելով թշնամուն։ Նա քաջաբար հավերժացել է ապրիլի 4-ին։ Փառք ու խոնարհում մեր անմահ քաջի հիշատակին։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ արիություն մեդալով։ Նրա անունով է անվանակոչված գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը, իսկ գյուղամիջում տեղադրված է խաչքար, նվիրված նրա և կրկին ապրիլյան պատերազմի անմահ հերոսներից Դավիթ Հայրապետյանի հիշատակին։ Նրանից հետո քույրը՝ Ալիսան, արցունքն աչքերին երդվել է շարունակել եղբոր գործը, և եղբոր նման քաջ ու հզոր դիպուկահար էր մինչև 2022 թվականի Վարդենիսյան մարտերը։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Վարդենիսում նա էլ քաջաբար զոհվեց ու եղբոր նման բռնեց ուղին հավերժի ճամփորդի։ Փառք ու խոնարհում նաև նրա քաջ հերոսուհու անձնազոհ հիշատակին։ Հայրենիքի նվիրյալ քույր ու եղբայր Մելքոնյաններին երբեք բացակա չենք դնի։ Նրանց ոգու և քաջության առաջ պատվի եմ առնում, պատիվ ունեմ։